Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանի պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ արդեն ստանում է համակարգված բնույթ, որովհետեւ այդ հարձակումներին են միացել նաեւ տարբեր տրամաչափի ԿՊԱ-կաններ։ Յուրաքանչյուր ԿՊԱ-կան իր պարտքն է համարում ինչ որ գրառում կատարել, ինչ որ հարցազրույց տալ իշխանական ընտանիքին պատկանող լրատվամիջոցին եւ անպայման այս կամ այն չափով սևացնել հայ առաքելական եկեղեցուն, ստվել գցել հոգևորականների վրա։ Իհարկե նրանք դա ձևակերպում են այնպես, որ հարձակումը ոչ թե հայ առաքելական եկեղեցու վրա է, այլ կոնկրետ հոգևորականների դեմ, որոնք խախտել են դիցուկ կուսակրոնության ուխտը, սակայն դրանք ընդամենը ողորմելի արդարացումներ են։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հենց հայ առաքելական եկեղեցու վրա։ Եվ դա սպասելի էր, որովհետև այն հետևողական արժեզրկումը մեր ազգային արժեքների, մեր պատմության, մեր պատմական հիշողության եւ առհասարակ այն ամենի, ինչը կապված է հայի հետ, միանշանակ պետք է հանգեցներ այսօրվան։ Իհարկե նաև կան մոտեցումներ, որ իբր եթե հոգևորականը սկսում է զբաղվել քաղաքականությամբ կամ անում է քաղաքական հայտարարություններ, ապա պետք է պատրաստ լինի նաև հակադարձությունների եւ խորհուրդ են տալիս իբր ճակերտավոր այսպես ասած, բարի խորհուրդ են տալիս հոգևորականներին չզբաղվել քաղաքականությամբ։ Նախ այս թեզը Նիկոլ Փաշինյանի շահերին սպասարկող թեզ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստեղծել մի ամորֆ զանգված, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բոլորս հանդիպած կլինենք մարդկանց, որոնք յուրաքանչյուր հարցի պատասխանում են մենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Դրանք բոլորը, եթե նույնիսկ քննադատեն Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ խուսափում է հարցերին կոնկրետ պատասխանելուց, դրանք բոլորը սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, կամա թե ակամա, սակայն սպասարկում են հենց Նիկոլ Փաշինյանի շահերին։ Իսկ ինչ վերաբերում է հոգևորականների կողմից քաղաքականությամբ զբաղվելուն, ապա գիտեք, եթե Հայաստանը ընթանար դասական քաղաքական գործընթացների ճանապարհով, այսինքն տեղի ունենային ընտրություններ, տեղի ունենային պարզապես ընդդիմություն, իշխանություն, քաղաքական հակամարտություններ, այո, հոգևորականների խառնվելը միանշանակ տեղին չէր լինի, սակայն փաստենք, որ այսօր Հայաստանը չի գտնվում այդ դասական քաղաքական պայքարում։ Հայաստանը պարզապես մղում է ազգային ազատագրական պայքար։ Ավելի շուտ պետք է մղենք ազգային ազատագրական պայքար։ Ու բնականաբար այդ պայքարում հոգևորականները չեն կարող անմասն մնալ, որովհետև հայրենիքի կործանումը, պետության մասնատումը, հայ ազգի ադրբեջանացումը վերաբերում է նաև հոգևորականներին։ Նիկոլ Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Դեռևս Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը ուղիղ բաց տեքստով խառնվի մարդկանց անձնական կյանքին, քիթը մտցնի այլոց անկողին։ Նման բան դեռևս տեղի չի ունեցել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում զարմանալի չէ, որովհետև նա չունի որևէ արժե համակարգ, նա չունի որևէ կարմիր գիծ, նա չունի որևէ սրբություն, նա չունի հարգանք այլոց իրավունքների հանդեպ, այլոց անձնական կյանք ունենալու իրավունքի հանդեպ, եւ նա պատրաստ է ոտնատակ տալ, ոտնակոխ անել ցանկացած արժեք հանուն իր նպատակին հասնելու համար։ Ինչ է հակադարձում Նիկոլ Փաշինյանը հոգևորականների քննադատություններին, որ դուք խախտել եք կուսակրոնության ուխտը։ Նախ Նիկոլ Փաշինյանը չէ այն անձը, որը պետք է հոգևորականին մեղադրի
կուսակրոնության ուխտը խախտելու կամ չխախտելու, այնուհետև որոշի, թե որ հոգևորականը պետք է շարունակի իր հոգևոր ծառայությունը, որը ոչ։ Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր մեղքերի համար եւ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա Աստծո, այլ ոչ Նիկոլ Փաշինյանի առաջ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի այդ մեղադրանքում նաև երևում է նրա տգիտությունը, որովհետև կուսակրոնության ուխտի խախտումը ի սկզբանե չի մտնում այն 10 մահացու մեղքերի շարքում։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը թող մի բան իմանա, որ մեր նախկինում կաթողիկոսական տները փոխանցվել են հորից որդի, այսինքն կուսակրոն չեն եղել ոչ լուսավորիչները, ոչ պահլավոնիները, ունեցել ենք չէ կաթողիկոսական տներ։ Հետագայում այդ կուսակրոնության պարտադիր պահանջը մտավ այն ժամանակ, իդեպ շեշտեմ, որ այն ունի նաև տնտեսական բաղադրիչ, մտավ այն ժամանակ, երբ եկեղեցին դարձավ խոշոր հողատեր, երբ եկեղեցու ձեռքում սկսեց կուտակվել խոշոր ունեցվածք եւ կուսակրոնությունը դարձավ պարտադիր պայման եկեղեցական հիերարխիայում առաջ գնալու համար, որպեսի օրենքի ուժով եկեղեցու ունեցվածքը հորից որդի չփոխանցվի, այսինքն դա ունի նյութական բաղադրիչ եւ ոչ Աստծո ուղակի պահանջ։ Բայց ինչևէ, մի կողմ թողնենք դա, ենթադրենք որոշ հոգևորականներ, բարձրաստիճան որոշ հոգևորականներ ենթադրենք խախտել են կուսակրոնության ուխտը, ենթադրենք որոշ հոգևորականներ սեռական հարաբերություններ են ունեցել, որը որ կուսակրոնության ուխտով արգելվում է, սակայն որն է ավելի մեծ չարիք, մարդու սեռական կյանքն է պետությանը հարված հասցնում, այն էլ խորտակիչ, թե ապաշնոր եւ այլոց շահերին ծառայող ղեկավարի քաղաքական գործունեությունը։ Նիկոլ Փաշինյան, ով է ավելի մեծ վնաս տվել հայ ժողովրդին, դու թե այն հոգևորականը, որը խախտել է կուսակրոնության ուխտը։ Դու 2018 թվականին իշխանության ես եկել շանտաժով եւ սահմանադրական կարգի տապալմամբ։ Դու 2020 թվականին մոտեցրել ես պատերազմը Հայաստանին։ Դու Ադրբեջանին ես հանձնել Արցախը։ Դու 5000 զոհ ես տվել, այնուհետև համարել, որ այդ զոհերն անիմաստ էին։ Դու Հայաստանը մասնատել ու մաս նվիրել ու շարունակում ես նվիրել Ադրբեջանին։ Դու ադրբեջանացնում ես Հայաստանը, դու օրինական ուժ ես տալի Ալիևի արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությանը, դու ծառայում ես թուրք-ադրբեջանական տանդեմին, դու ծառայում ես պանթուրանական գաղափարախոսությանը, դու վաղը պատրաստվում ես ադրբեջանցիներով բնակեցնել Հայաստանը, դու 5000 զոհ ես տվել միայն նրա համար, որ այսօր հայտարարես, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ առևտուր են անելու իրար հետ։ Հիմա ով է ավելի մեծ վնաս հասցրել հայ ժողովրդին ու մեր հայրենիքին, Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը։ Դու թե որևէ հոգևորական, որը սեռական հարաբերություն է ունեցել մեկ այլ անձի հետ։ Այսքանը Նիկոլ Փաշինյանի մասով, իսկ հիմա թերևս անդրադառնանք հայ առաքելական եկեղեցու հայտարարությանը, որը նա երեք ընդունեց կապված Նիկոլ Փաշինյանի այդ հարձակումների հետ։ Իհարկե շատ խոսվեց այդ հայտարարության մասին, թերևս չեմ կարծում արժե երկար ծանրանալ այդ թեմայի շուրջ, բնականաբար հայ առաքելական եկեղեցին պահպանեց զգուշավորություն, արեց ենթադրություններ, արեց մատնանշումներ, որի մասին բոլորը գիտեն, այսինքն ոչ մի նոր բան չբացահայտեց, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ծառայում է օտար թշնամական շահերին, այդ մասին իհարկե բոլորը գիտեն եւ բոլորն են խոսում այդ մասին։ Հայ առաքելական եկեղեցին կոչ արեց իրավապահ մարմիններին զբաղվել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, սակայն միամտություն կլինի կարծել, որ վաղը
ենթադրենք գլխավոր դատախազը կմտնի Փաշինյանի մոտ եւ կփորձի ինչ-որ քրեական գործ հարուցել կամ առնվազն սաստել նրան։ Մի բարձ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գլխավոր դատախազ։ Կա մի աղջիկ, որը զբաղեցնում է այդ պաշտոնը եւ կատարում Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները։ Այսինքն այդ կոչը նույնպես թերևս կարծում եմ անտեղի էր։ Այն հայտարարությունը, որ մենք պետք է միաբանվենք, այո, ճիշտ է հայ առաքելական եկեղեցին, մենք պետք է միաբանվենք, սակայն այդ միաբանությունից պետք է դուրս մնա Նիկոլ Փաշինյանը եւ պետք է դուրս մնան բոլոր ԿՊ-ականները։ ԿՊ-ն պարզապես տեղ չունի հայոց միաբանության մեջ։ Կարծում եմ հայ առաքելական եկեղեցին ճիշտ կանի միաբանության կոչի փոխարեն բայ ոտքի կանգնելու կոչ անի։ Եկեղեցին նույնպես պետք է դառնա այն լոկոմոտիվը, այն առաջնորդը, որը հայ ժողովրդին մոտեցնելու է իր հաղթանակին։ Իսկ հայ ժողովրդի հաղթանակները կարձանագրվեն միայն այն ժամանակ, երբ ազատվենք Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանից ազատումը նույնպես կլինի հաղթանակ։ Այսինքն եկեղեցին հաշվի առնելով այն իրավիճակը, որ մենք իրոք պետք է մղենք ազգային ազատագրական պայքար, եկեղեցին չպետք է բավարարվի միայն նման հայտարարություններով։ Եկեղեցին պետք է փորձի ոտքի հանել հայ ժողովրդին եւ դառնա այն առաջնորդներից մեկը, որը այս պայքարը կհասցնի դրական հանգուցալուծմանը։ Բացի դրանից կարծում եմ եկեղեցին մի բան էլ պետք է անի։ Պետք է նզովի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի անունը առանց այդ էլ նզովված է արդեն։ Նրա անունը սև տառերով է գրվելու հայոց պատմության մեջ։ Դարեդար հայ կանայք անեծքով են տալու Նիկոլ Փաշինյանի անունը, տղամարդիկ հայհոյանքով։ Դա արդեն ամրագրված է պատմության մեջ եւ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ է գիտակցում։ Սակայն այդ ամենը պետք է ունենա իր ամփոփումը, այսպես ասած, իր արձանագրումը եւ ես կարծում եմ, որ այո, եկեղեցին պետք է նզովի Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։